Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքներին։ Ազգային ժողովի հերթական նիստերի առանցքում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցներ։ Այն խորհրդարանին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում ապրիլի 19-ը նշվում է որպես հարկ վճարողի օր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր։ Պետերբուրգում մեր երկրի խորհրդանի ղեկավարը նախ մասնակցեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որին հաջորդեց նաև հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը։ Մասնակիցներին ելույթով դիմեց Ալեն Սիմոնյանը։ Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռևս ողջ սիրելի վետերաններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ։ Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլև մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաև բարոյական ու հոգևոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս։ Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից ու հիվանդություններից։ Երկրորդ համաշխարհայինում ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում մեծ է հայերի ներդրումը։ Խորհրդային բանակի շարքերում բոլոր ճակատներում կռվել է ավելի քան կես միլիոն հայ, Կովկասից մինչև Եվրոպա, ցուցաբերելով անհավանական քաջություն ու անձնուրացություն։ Դիմելով նիստի մասնակիցներին նշեց ազգային ժողովի նախագահը։ Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել հարավարևելյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հարգական դիվիզիաների կազմում մտել Բերլին։ Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին եւ իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում։ Հայրենական պատերազմում հերոսաբար ընկան մոտ 300,000 հայորդիներ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է, հիշեցրեց ազգային ժողովի նախագահը։ Իմանալով հաղթանակի գինը, Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում հայրենական մեծ պատերազմի պատմությանը։ Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան։ Մեր պարտքն է հիշել ու հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար։ Այս նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլև պատերազմը որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթ վերհիշելու առիթ է, շեշտեց Ալեն Սիմոնյանը։ Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից եւ տարածաշրջաններից։ Դրանց ազդեցությունը սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա։ Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների եւ վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու եւ խնդիրները քաղաքական դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Մեր երկրի ազգային ժողովի նախագահը հանդիսավոր նիստին ելույթն ավարտեց հետևյալ ձևակերպմամբ։ Ցանկանում եմ շնորհավորել հայրենական մեծ պատերազմի եւ երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ։ Թող հավերժ լինի կռվածների հիշատակը եւ պահպանվի մեզ թողած խաղաղությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներն այցելեցին Պիսկարևսկոյե գերեզմանատուն եւ հարգանքի տուրք մատուցեցին երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին։ Մինչ Հայաստան վերադառնալը Պետերբուրգում Ալեն Սիմոնյանն ու խորհրդարանականները մասնակցեցին նաև հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգին։
Խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում ընդգծել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը։ Զրուցակիցները կարևորել են երկխոսության հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Անցնող շաբաթ խորհրդարանը գումարեց հերթական նիստերը, օրակարգում 21 հարցեր։ Մինչ նախագծերին անցնել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից падգամավորական երթմամբ ամբիոնին մոտեցավ Արտյոմ Մեհրաբյանը։ Հիշեցնենք, որ падգամավորը փոխարինում է Վիլեն Գաբրիելյանին։ Այնուհետև նիստերը մեկնարկեցին կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով վարչապետի գլխավորությամբ դահլիճում են կառավարության անդամները։ Տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու արձանագրված բյուջետային ցուցանիշները ներկայացրեց կառավարության ղեկավարը։ Վարչապետը նախ շեշտեց, որ 2018-ի ժողովրդական ոչ բռնիթավ հեղափոխությունից հետո միայն 2024-ի արդյունքներով Հայաստանի պետական բյուջե եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Ինչպես ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, ներկայացված թիվը չի ներառում պետական պարտքը, ինչպես նաև Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջեին փոխանցված գումարները։ Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության եւ մոռացավ թալանածը յետ բերելու խոստումը։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ։ Կառավարությունը հստակ մոտեցում որդեգրեց այն, ինչ պետությանն է, պետք է վերադարձվի, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր ղեկավարած կառավարության հասցեին հաճախ հնչող մեղադրանքներին առայն, որ թալանվածը հետ բերելու հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության է մատնվել։ Կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնիթավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը յետ բերելու հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Վերոնշյալ գործընթացում ըստ վարչապետի խնդիրն այն է, որ թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, այլ տեղաբաշխված է տարբեր տեղերում ու տարբեր մեթոդներով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գոհացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Կառավարությունը դրսևորել է վճռական կամք թալանի դեմ պայքարում, նշեց վարչապետն ու մանրամասնեց իրականացված աշխատանքները։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։
Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Գործընթացը բյուջեին բերել է լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնուրույնությունն ու շեշտում, դրա շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել ինքնիշխանության այնպիսի գործիքակազմեր, որոնք նախկինում չեն եղել։ Օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության սրճարանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Այս ամենին զուգահեռ ստեղծվեցին ապօրինի գույքի բռնագանձման, իսկ դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգեր։ Ավելի քան 1.7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ եւ դա հնարավոր չէ օտարել։ Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ Եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս, եւ հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին։ Փաշինյանն անդրադարձավ իշխանության հասցեին հնչող մեկ այլ քննադատության, հարցադրումը հետևյալն է, ինչու է իշխանությունն այսքան զգույշ։ Մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համար ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։ Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։ Կատարողականի զեկույցում վարչապետն անդրադարձավ նաև արդարությանը եւ արդարադատությանը։ Արդյոք իշխանությունը հասել է այն կետին, ինչին ուզում էր հասնել, վարչապետն այստեղ տալիս է միանշանակ պատասխան։ Մեր երազանքի կետն այն էր եւ շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը, հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով։ Նախ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան եւ ճշգրիտ հավատանի մենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաեւ չմոռանանք, որ մենք բառից բուն իմաստով 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել 3 առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով։ Վերադառնալով ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգին վարչապետն արձանագրում է, որ այն այլևս անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերով։ Փաշինյանը խոսեց նաև իր Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրից։ Նպատակը հենց այս գործընթացը ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է։ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Դիմելով հանրությանը Փաշինյանն ընդգծեց, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցակուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են։
որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված եւ կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների եւ կամ նրանց ընտանիքի անդամների եւ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Շարունակելով խոսքը վարչապետը թվարկեց արդեն վերադարձված գույքերի ցանկը։ Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AOX-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում եւ մարզերում։ Սեկույցից անմասն չմնաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի 21.8% փայաբաժին ունենալու հանգամանքը։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2024 թվականին ԶՊՄԿ-ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Հետաքրքրող հարցին ի պատասխան, թե ուր են ուղղվում այդ միլիարդավոր դոլարները, գործադրի ղեկավարը մանրամասնեց կետերով։ 2018 թվականից ի վեր 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում են կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ Հաջորդ կետով վարչապետը նշում է թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ներդրված համակարգը, որով շուրջ 290,000 կենսաթոշակառու ստացել է շուրջ 19.9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը պետական բյուջեից։ Սոցիալական երաշխիքների համատեքստում շոշափելի են թվերը մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրի շրջանակում։ 2018 թվականից ի վեր լրացուցիչ հատկացվել է 61 միլիարդ դրամ։ Կառավարությունն ընդլայնեց նաև շահառուների ցանկը, եթե նախկինում նպաստից օգտվում էին միայն աշխատող մայրերը, ապա 18-ից հետո ծրագրի շահառու դարձան նաև չաշխատող երիտասարդ մայրիկները։ Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվը ավելացավ 4.6 անգամ, 12733-ից դառնալով 58796, այսինքն ավելանալով 46063 մարդով, իսկ նպաստի միջին չափը ավելի քան կրկնապատկվել է։ Սոցիալական աջակցության ծրագրերով 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Ծրագիրը սկսել է գործել 2022-ի հունվարի 1-ից եւ 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33825 երեխա պետությունից ամսական 50,000 դրամ աջակցություն է ստանում։ Կառավարությունը 5.4 միլիարդ դրամի աջակցություն է հատկացրել նաև բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ծրագրից օգտվել է 25,000 քաղաքացի, 99 միլիարդ դրամ էլ գործադիրը տրամադրել է 300 դպրոց ծրագրի իրականացման համար։ Որով դպրոցական ենթակառուցված կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63400 դպրոցականների համար։ Առանցքում է ուսուցիչների վարձատրությունը, որի համար կառավարությունը տրամադրել է 37 միլիարդ դրամ։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Գիտության ֆինանսավորման համար էլ հատկացվել է 74.3 միլիարդ դրամ։ Հաջորդ կետով վարչապետն անդրադարձավ բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը։ Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այսօր Հայաստանում 582,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ Նախորդ 7 տարիների համեմատ էլ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար եւ արդյունքում կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ։ 2018-ից ի վեր եկամտային հարկի վերադարձի ծրագրով քաղաքացիներին է վերադարձվել 271 միլիարդ դրամ, որը ներառում է նաև հիպոթեկային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41,000 ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ Շարունակելով կառավարության բարեփոխումները Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2020-ի հուլիսի 1-ից էլ ներդրվեց երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12151 երիտասարդ ընտանիք 8.6 միլիարդ դրամի հավելյալ աջակցություն է ստացել։ Թվային ցուցանիշների համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սուբվենցիոն ծրագրերին, նշելով, որ 18 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Վարչապետը խոսեց նաև համայնքների մասնակցային բյուջետավորման ծրագրից ու հիշեցրեց, որ քաղաքացիներն իրենք կարող են որոշել, թե համայնքի համար որ նախագծերն են առաջնահերթ։ Մասնակցային բյուջետավորման այս համակարգը դեռևս ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ 2024 թվականի 4 համայնքների համար նախատեսված 500 միլիոնի փոխարեն 2025 թվականի պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 1 միլիարդ դրամ 21 համայնքների համար։ Սոցիալական ապահովության ծրագրերից վարչապետն անցում կատարեց երկրի անվտանգության ապահովմանն ու փաստեց, որ ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է։ Ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտված։ Հայաստանն այսօր անշեղորեն գնում է խաղաղության ճանապարհով, խորհրդարանում հայտարարեց վարչապետը։ Մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը սակայն համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ, դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Հաշվի առնելով վերոնշյալը պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի առաջ քաշած հաջորդ հարցին, որով խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում այդ երկիրը պնդում է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանն այստեղ հիշեցնում է, Հայաստանի սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն կարող է տալ միայն սահմանադրական դատարանը, իսկ սահմանադրական դատարանն անբեկանելի որոշմամբ ամրագրել է, որ մեր երկրի մայր օրենքում Ադրբեջանին կամ որևէ այլ երկրին ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա կրկնում եմ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող եւ բեկամման ոչ ենթակա որոշում է։ Բայց մյուս կողմից մենք Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, նշեց վարչապետն ու հավելեց, հարցը չենք բարձրացնում պարզ պատճառով։ Որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունն է ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։ Այդուհանդերձ վարչապետը դարձյալ ընդգծում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացնելուց հետո կստանա բարձրագույն իրավական ուժ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների վերաբերյալ, թեև դրանք կրում են չթիրախավորված բնույթ, այդուհանդերձ Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ, շեշտեց վարչապետը։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա, ընդգծեց Փաշինյանն ու հավելեց, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ խորհրդարանականները հանդես եկան հարցադրումներով եւ ելույթներով։ Կարծիքներն իրարամերժ էին, դահլիճում քննադատություններ հնչեցին թե կառավարության եւ թե ընդդիմության հասցեին։ Զեկույցի վերաբերյալ ընդհանրական տեսակետներով հանդես եկան նաեւ խմբակցությունները։ Հայաստան խմբակցությունից ամբիոնին մոտեցավ Սերյան Օհանյանը, պատգամավորը կառավարության գործունեությունը համարում է անբավարար եւ դիտարկում։ Իրականության հետ կան հակասություններ։ Կարծում եմ, որ այսօր մենք գտնվում ենք նույնպես խորը ճգնաժամի մեջ։ Անվտանգության ճգնաժամ, հոգեբանական ճգնաժամ, ինքնիշխանության, բայց այդ ամեն ինչը պատճառ է կառավարման ճգնաժամի։ Դուք այնպիսի մի իրավիճակում եք, որ պետք է առաջ ընթանաք։ Առաջ գնաք եւ առաջ նայեք, որովհետեւ երբ որ վարորդը առաջ չի նայում, ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության տեսակետում Հայկ Կոնջորյանը խոսեց իրական Հայաստանի մասին ու շեշտեց, որ ժամանակն է ֆանտաստիկ մտածելակերպից տեղափոխվել իրականության դաշտ։ 7 տարի առաջ ֆանտաստիկայի ժանրից էր, որ այդ արագությամբ այդքան միլիարդավոր դոլարներ կարող է մուտք գործեին պետական բյուջե, եւ քաղաքացիները իրենց հարկերը տային։ Այսօր դա նորմալ է։ Այն որ ժողովրդավարության համատեքստում այսօր կարող է կառավարող թիմը տարբեր քաղաքներում ժողովրդավարական ընտրություններում հաղթի եւ կարող է որոշ քաղաքներում էլ պարտվի, ժամանակին դա ֆանտաստիկա էր, այսօր դա նորմալ է։ Այն որ այսօր դատական իշխանությունը կարող է կայացնի որոշումներ, որոնք որ այդ թվում շատ տհաճ են կառավարող մեծամասնության համար, ժամանակին դա ֆանտաստիկա էր։ Այսօր դա նորից նորմալ է, բայց դա այս կառավարության եւ այս քաղաքական մեծամասնության քաղաքական հավատամքի արդյունքն է։ Շուրջ 3 օր վարչապետը դահլիճում հետևեց պատգամավորների հնչեցրած բոլոր տեսակետներին ու ավարտին հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր եւ իր ղեկավարած կառավարության համար պետականության կառուցումը բացարձակ առաջնահերթություն է։ Այսօր սա կարող եմ ասել բարձր եւ վստահ։ Մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել եւ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատեվությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել։ Խոսելով ռիսկերի մասին վարչապետը նշեց, որ դրան գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ ու հավելեց. Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետեւ չենք տեսել եւ հետեւաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու եւ չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք եւ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ։ Այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը եւ նրանում ազատ, անվտանգ եւ բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում։ Ավարտին վարչապետը հիշեցրեց, աշխարհն ամենօրյա ռեժիմով փոխվում է եւ եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես դուրս կմնանք։ Ազգային ժողովը հյուրընկալել է Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին։ Հունաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար թե երկկողմ հարաբերությունների մակարդակում, թե որպես Եվրամիության անդամ երկիր, ընդգծել է Արման Եղոյանը։ Հունաստանի դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը Հայաստան Եվրամիություն ընդլայնվող հարաբերությունները։ Դեսպանի հաջորդ հանդիպումը պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ էր։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիրը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը եւ ներառում բազմաթիվ գործողություններ։ Կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բակոյանը հյուրընկալել են Եվրախորհրդի քարտուղարության ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրերի դեպարտամենտի ղեկավարին։ Հանդիպման առանցքում են եղել մեր երկրում կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին ու կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիաների վավերացման ընթացակարգերը
իրականացվող աշխատանքները։ Կողմերը կարևորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը աջակցությունն իրականացվող բարեփոխումներին։ Զրուցակիցները հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ապրիլի 19-ը հայկական տոնացույցում նշվում է որպես հարկ վճարողի օր։ 2021 թվականին ազգային ժողովն ընդունեց հարկային օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, ըստ որի օրն ամրագրվեց իբրև տոնական։ Առանց հարկերի պետություն չի կարող գոյություն ունենալ։ Հարկ վճարելը դա այն գինն է, որով դու ունենում ես սեփական պետություն եւ կարողանում ես հոգալ քո երկրի կարիքները։ Այսինքն դա ոչ թե չգիտեմ, ինչ-որ դրական ածականներ պիտի դրա համար օգտագործվի, դա ուղղակի անհրաժեշտություն է, որ մարդուն ապրելու համար թթվածին է պետք, այնպես էլ պետությանը հարկային եկամուտներ են պետք։ Միայն քարոզներով չէ, կամ միայն խոսքերով չէ, որ պետք է կարևորենք հարկերի վճարումը։ Չափազանց կարևոր է նաև այդ միջոցների օգտագործողների հանրային հաշվետվողականությունը ու պատասխանատվությունը, որպեսզի նաև հարկ վճարողները զգան, որ իրենք ապրում են հենց այդ երջանկությունը, ապրում են այդ վստահությունը, որ իրենց վճարած յուրաքանչյուր միավորը ծառայում է հանրությանը, պետությանը, այն ապագային, որտեղ պետք է իրենք գործունեություն ծավալեն, իրենց զավակները։ Հարկ վճարողը մեր երկրի եւ մեր երկրի տնտեսության տնտեսական հիմքի անկյունակարն է, որովհետև հարկ վճարողը նախ իր վճարած հարկերով ֆինանսավորում է պետության գոյությունը, անվտանգությունից մինչև սոցիալական ոլորտի խնդիրների լուծման ֆինանսավորողն է, կարճ ասած մեր տունը պահողն է։ Ցանկացած լավ բան, որ կատարվում է մեր երկրում, դա բացառապես հարկերի շնորհիվ են ձևավորված բյուջեի շնորհիվ է, հարկատուների տված հարկերի շնորհիվ է, որ պետությունը կարողանում է հոգալ իր առօրյական ծախսերը թոշակներից մինչև աշխատավարձ պետական համակարգի, մանկապարտեզներից մինչև ասֆալտապատված ճանապարհներ, պաշտպանական ծախսեր։ Ես կարծում եմ այս օրը պետք է շատ ավելի մեծ տոնով նշվի եւ իրազեկման ակցիաներ արվեն, որպեսզի ժողովուրդը իմանա, որ այսօրը հարկ վճարողի օրն է եւ այսօրը հենց իր օրն է, որովհետեւ առանց հարկ վճարողի պետության գոյությունը անհնար է դառնում։ Կարևոր է երկրի եկամուտը երկրի ծախսերը ով պիտի պակի, եթե ժողովուրդը հարկ չի տա։ Եթե երկիրը բնական հարստություններ չունի, պետք է ժողովրդի հարկով հարստանա եւ Պաշտոնյաներուն ամսականները դա երկիրը զարգացնե եւ այլն եւ այլն։ Հարկերի հաշվին է պետությունը առաջ գնում։ Ամբողջ աշխարհում է ընդունված։ Բոլոր զարգացած երկրներում էլ հիմնականում բյուջեն ձևավորվում է հարկերի վճարումից։ Գտնում եմ, որ դա ճիշտ է, եթե ռեալ է եւ օբյեկտիվ եւ եթե տնտեսվարողի շահերին չի խփում։ Եթե հարկերը չհավաքեն ուրիշ ինչ-որ միջոց եղանակ կա, պետությանը հարստացնելու կամ հարկերն է, կամ դուրքերն է, ուրիշ կամ էլ միջազգային ինչ-որ հարկերն է, որ մեր համար իհարկե այդքան էլ ցանկալի չի։ Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը։ Հարկերն ուղղվում են երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը, կրթության եւ գիտության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ այլ առանցքային ոլորտներում պետական նախագծերի իրագործմանը։ Հետևաբար երկրի առաջընթացը եւ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը պայմանավորված է հարկային եկամուտների հավաքագրումից եւ ապահովումից։ Նույն զինվորական պարտականությունն է, հա, սահմանադրությամբ նախատեսված է պարտականություն։ Դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսակետից, զարգացումը երաշխավորելու տեսակետից, գիտակցումը խորացնելու, բարձրացնելու, ավելի արմատական դարձնելու համար չափազանց կարևոր է հանրային իշխանության մեջ գտնվող անձանց պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը։ Պետությունը պիտի նախ հասկանալի լեզվով խոսի, ներկայացնի թե ինչքան հարկ է հավաքում, ինչու է այդքան հարկ հավաքում, ինչի վրա է ծախսում,
ինչու համար է հենց այդ ուղղություններով ծախսում եւ ինչպես է ծախսում, այսինքն այդ ինչքանով է հիմնավորված, ինչքանով է թափանցիկ, որպեսզի հարցերը հնարավորինս քիչ լինեն։ Իհարկե մենք դա փորձում ենք անել։ Ազնվորեն հարկ վճարելը յուրաքանչյուր քաղաքացու ոչ միայն պարտքն է, այլ նաեւ վերաբերմունքը իր պետության, իր տան նկատմամբ, որովհետեւ մեծ հաշվով ընտանիքը հենց սկսում է պետությունից։ Եթե հանրությունը որոշակիորեն մերժում է հարկ վճարելու այսպես մոտեցումը կամ լիարժեք դա չի ընկալում, այդ դեպքում մեղավորը վստահաբար ձեզ ասում եմ ոչ թե հանրությունն է, այլ պետությունը, բացի հարկային համակարգ ապահովելուց նաև շատ կարևոր է թիրախավորված քարոզչությունը, մարդկանց բացատրելը, ես չեմ վարանի ասել, սկսած դպրոցից մինչև այսպես ասենք կյանքի ավելի ավագ տարիք, նույնիսկ ավագ տարիքում։ 21-րդ դարի հասարակությունները առհասարակ միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում բավականին լավ են գիտակցում այդ հանգամանքը։ Հայաստանում գիտակցության մակարդակը ել ավելի բարձրացնելու համար մենք տեղյակ ենք, որ ներդրել ենք պարտադիր հայտարարում եկամուտների հայտարարման համակարգը։ Գիտակցությունը ադիգա ժամանակ կուզե, որովհետև դուք շրջան կանցնիկոր սովետական շրջանը մինչև ազատ երկրի շրջանը ադի ժամանակ կուզե մինչև սերունդներ պետք է փոխվին, որ կամաց ընդունվի ասպանը։ Եվ ադիգա, այսինքն եւ դպրոցներու մեջ պետք է սորվեցնեն եւ համալսարաններու մեջ։ Պետք է հասկանա այդ հարկերը ուր են գնում, ճիշտ են գնում, ոչ թե բյուրոկրատիայի պահելու համար միայն այդ հարկերը։ Իսկ արդյոք դա պետք է բացատրել ժողովրդին։ Մանկապարտեզից պետք է արդեն մարդկանց կրթեն այտենց, որ ցանկացած մարդ հասկանա, որ եթե ուզում է ունենա նորմալ երկիր, դե հարկ վճարի, որովհետև այդ հարկերից կախված է ամեն ինչ, երկրի մասով, թե թոշակառուների մասով, չգիտեմ, բանակի մասով ամեն ինչ։ Ժողովուրդն ինքն էլ պետք է հասունանա դրա համար, երբ որ հասկանա, որ իրոք իր հարկային վճարումներից է գոյանալու երկրի տնտեսության եւ ռազմական եւ արդյունաբերական զարգացումը, հետեւաբար դա ավելի շատ կախված է մեզանից։ Ժամանակ է պետք ուղղակի դրա համար, որ հասկանան, որ պետությունը իրենք են, ոչ թե ինչ-որ առանցին մասը, մենք ենք պետությունը։ Դա պետք է բոլորը հարկեր մուծեն։ Առաջնայինը խոշորը պետք է մուծի, որ բոլորը տենան, որ խոշորը մուծում է, չի թաքցնում, այ որ տեսավ տեսանել եղավ, թափանցիկ եղավ, արդեն ամբողջ բնակչությունը կսկսի հարկերը մուծել։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով եւ վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով ներդրում ունենում երկրի հզորացման չափազանց կարևոր գործում։ Սիրելի հայրենակիցներ, այս տարի մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Տասնամյակների անդադար պայքար արդարության, ճանաչման ու հատուցման համար։ Եվ այս պայքարը անարդյունք չի եղել։ Աշխարհի տասնյակ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, իսկ մի քանիսը նրանցից նույնիսկ քրեականացրել են դրա ժխտումը։ Բայց ոչիրը կազմակերպած եւ իրականացրած պետությունը Թուրքիան այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Շարունակելով ժխտել, Թուրքիան շարունակում է ցեղասպանել։ Հանցագործին չպատժելը իսկապես եւ միշտ ծնում է նոր հանցագործություններ։ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը դրա վառ վկայությունն է։ Եվ եթե հայոց ցեղասպանությունը ժամանակին արժանանար համընդհանուր դատապարտման ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, այսօր գուցե Արցախը մենք չենք տեսնի հայաթափ։ Սա է պատճառը, որ ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը պարզապես պատմական արդարության հարցեր չեն այլևս։ Դա առաջին հերթին մեր անվտանգության, մեր գոյության իրավունքին վերաբերող հարց է։ Այսօր առավել քան երբևէ պարզ է, ոչրի ուրացումը հղի է նոր ոչիրներով, հիշելը կանխելու միջոց է, պայքարը գոյատևման պայման է։ Սակայն ինչ է անում մեր պետությունը։ Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին ոչ պետական հանձնախումբ, ոչ հիշատակի միջոցառումներ, ոչ էլ ասելիք աշխարհին։ Իշխանությունը ընտրել է լռելը։ Բայց համաձայն ենք արդյոք մենք այս մոտեցումներին։ Հաշտ ենք արդյոք ուրացման քաղաքականության հետ։ Կողմ ենք արդյոք աշխարհում հայկականության ամենաճանաչված խորհրդանշի՝ Արարատի դեմ կազմակերպված արշավին։ Եթե ոչ, մենք դա կարող ենք ցույց տալ մասնակցելով ամենամյա ջահերով երթին, որը կմեկնարկի ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից։ Շնորհակալություն։